Հիսուս Քրիստոսը երբեք Հնդկաստանում չի եղել։ Երբեք Տիբետ չի գնացել։ Բոլոր այս տեղեկությունները Հիսուս Քրիստոսի կյանքից հարյուրավոր եւ նույնիսկ 1000 տարի հետո հայտնված ասիական որոշ ժողովուրդների կողմից հորինված լեգենդներ են։ Ըստ պատմաիրավաբանական հետազոտական մեթոդի, եթե ցանկանում ենք ստուգել պատմական որևէ իրադարձության կամ որևէ անձի կյանքի մասին եղած ինֆորմացիան, պետք է օգտվենք այդ իրադարձությանը կամ այդ անձի կյանքին ժամանակային առումով ամենամոտը եղած աղբյուրներից։ Օրինակ, նոր կտակարանում եղած ինֆորմացիան կամ Հիսուս Քրիստոսի մասին անկախ պատմիչների կողմից թողնված հիշատակությունները թվագրվում են մեր թվարկության առաջին եւ երկրորդ դարերին, այսինքն Հիսուս Քրիստոսի կյանքից մոտավորապես 60-ից 70 տարի հետո եղած ժամանակահատվածին։ Այսինքն այն ժամանակահատվածին, երբ Հիսուս Քրիստոսին անձամբ ճանաչած որոշ մարդիկ կամ նրանց երեխաները դեռ ողջ էին։ Եվ եթե Հիսուս Քրիստոսի մասին հանրայնացված որևէ սխալ տեղեկություն ներկայացվեր, դա հեշտությամբ ջրի երես դուրս կգար, որովհետև այդ մարդիկ կասեին, որ դա սխալ եւ սուտ է։ Այդ իսկ պատճառով այս աղբյուրները մենք կարող ենք վավերական համարել։ Սակայն այն աղբյուրները, որոնք ներկայացնում են իբրև թե Հիսուս Քրիստոսը գնացել է Հնդկաստան, Չինաստան, Տիբետ եւ այլն, թվագրվում են Հիսուս Քրիստոսի կյանքից հարյուրավոր, իսկ որոշներն էլ նույնիսկ 1000 եւ 1500 տարի հետո եղած ժամանակահատվածին։ Այդ իսկ պատճառով այդ աղբյուրները չենք կարող վավեր համարել։ Պատկերացրեք, ես հիմա մի թուղթ վերցնեմ եւ դրա վրա գրեմ իբրև թե Չինգիզ խանը ազգությամբ հայ է եղել։ Եվ մոտավորապես 500-600 տարի անց մարդիկ այդ թուղթը գտնեն եւ ասեն՝ «Օ, տեսեք, Չինգիզ խանը իրականում հայ է եղել»։ 2020-ական թվականներից այսպիսի մի հիշատակություն կա դրա մասին։ Դե ոչինչ, որ այդ թուղթը գրվել է նրա մահից մոտավորապես 800 տարի անց։ Թե բա Հիսուսի ցույց տված հրաշքները իրական հրաշքներ չեն։ Նա գնացել էր Տիբետ եւ տեղի վանականներից սովորել այդ բժշկությունները եւ եկել ցույց էր տալիս։ Ահա, երևի 2 ձկով 5000 մարդու կերակրելն են Տիբեթում սովորեցնում։ Կամ գիշերով սաստիկ փոթորկի ժամանակ ծովի մեջտեղում ջրի վրայով քայլելը, կամ ջուրը գինի վերածելը։ Այդ բոլորը հասարակ տիբետյան գործողություններ էին։ Բավական է կուրորեն եւ առանց ստուգելու հավատանք այսպիսի անմիտ եւ անհիմն պնդումներին։